Հարգելի գործընկերներ, Մայր Հայաստան խմբակցությունը բնականաբար պետք է անդրադառնա, որովհետև նենց եք պայքարում այս հանձնաժողովի դեմ։ Հետո ասում եք, բանա, ինչի չեք հետ բերում գույքերը, այսքան տարի, ու դուք ձեր ստվերից չեք զգում ձեր ստվերը, այսինքն երբ որ ստեղ գալի ասում եք ինչի հետ գույքը հետ չեք բերում, հետո պետությունը դրանից առաջ օրենք է ընդունում ազգային ժողովը ապօրինի գույքի բռնագանձման մասին, ձեր գործընկեր ֆրակցիան ազգային ժողովում տանում է այդ օրենքը սահմանադրական դատարանում վիճարկում է, հետո գալի ասում է ինչի հետ գույքերը հետ չեք բերում, հետո պարզվում է որ այդ վիճարկողները տենց տներ ունեն Սևանի ափին կամ չգիտեմ որտեղ դրա համար են այդ ամեն ինչը վիճարկում որ հերթը իրանց չհասնի հիմա դուք եք եկել այստեղ ասում եք ինչ եք այս հանձնաժողովը ստեղծում սա ումա պետք հետո բաց առաջարկներ եք գրում ասում եք այս հանձնաժողովի մեջ էս էլ կավելացնեք մենք այս բաների համար ենք դեմ դրա մի մասը ավելացնում եք նոր պատճառներ եք փնտրում որ չմասնակցեք այսինքն դուք ձեր ստվերից եք վախենում հասկանում եք Մեզ մեղադրում եք, մեզ եք ուզում կապեք, ասում եք դուք նախկինների հետ կապ ունեք, բա որ կապ ունենք սա ենք ստեղծում այս հանձնաժողովը, որից դուք խուսափում եք, այդտեղ դուք մեծամասնություն եք լինելու այդ հանձնաժողովում, հասկանում եք, ու մենք ներառում ենք անգամ մեր կառավարման տարիները, եթե մեզ մեղադրում եք, ասում եք դուք հեղափոխական դեմքերից եկաք դարձաք խոշոր կապիտալի տեր մարդիկ, ես ձեզ կոչ եմ անում վերցնել 2018 թվականից միջև օրս նախկին իմ քայլը խմբակցության բոլոր անդամների գործող քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր անդամների հայտարարագրերը ուսումնասիրել եւ կտեսնեք որ այնտեղ որևէ մեկը որևէ գույք, որևէ ֆինանսական միջոց չի ունեցել, որը որ օրինական չի հիմնավորվի, այսինքն աշխատավարձ կլինի կամ այլ օրինական հիմքով չի ձևավորվել։ Դուք մեզ հիմա ինչի՞ ձեր ու ձեր գործընկերների հայտարարագրերը նայեք, ինչեր կա, մի հոգու նկա վերցնենք, սաղինս իրար հետ այդքան չի անի։ Կալանավորված է, մյուսն էլ կալանավորվել է, հետո էլ կարող է կալանավորվի, մի անհանգստացեք կալանքների հարցում։ Ու շատ մոտ է այս ամեն ինչը, դուք իհարկե զգում եք, որ ինչքան պրոցեսը գնում է, այդքան մոտիկանում է, այդ հետ բերեք, բախի չկար, այդ ամեն ինչը գնալով լինում է, այլ բան է, որ դուք դա չեք ուզում տեսնեք։ Մարդիկ դա տեսնում են, մարդիկ գործնել են տեսնում, դա էլ են տեսնում, ուղղակի մենք գնում ենք օրինական միջոցներ, երբ որ գալի ասում եք դատարանը ձեր ձեռն է, ոստիկանությունը, չգիտեմ իրապահ մարմինները, մեր ձեռը չի։ Ուղղակի մենք ամեն ինչ անում ենք օրենքով սահմանված կարգով, դրա համար երկար է լինում, բայց լինելու է։ Ես հասկանում եմ, որ դուք մարդկանցից իրենց սեփականությունը խլելու, բիզնեսը խլելու այլ մեթոդների եք ավելի հոգեհարազատ, ոնց որ ժամանակին եղել է, բայց մենք ավելի շատ օրինական միջոցներն են գերադասում, քան ձեր սիրելի մեթոդները։ Ուղղակի ասում են մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես իրենք են սիրում, մենք դա չենք անում, դրանից դուք մի քիչ նեղվում եք։ Այս հանձնաժողովը գործելու է եւ ձեր չմասնակցելը ֆիքսվում է այս բայից, ես կուզեմ, որ երևանցիները ֆիքսեն, որ մենք ստեղծում ենք հանձնաժողով, որը որ ուսումնասիրելու է քաղաքից խլված գույքերը, այդ թվում ներառված է մեր կառավարման տարիները, չնայած վստահեցնում եմ, որ մեր տարիները այդպիսի դեպքեր չկան, բայց դուք ունեիք հնարավորություն դրան մասնակցել ու չեք մասնակցում ու ամեն կերպ փորձում եք դա դարձնել անիմաստ գործընթաց, ես ձեզ հավատացնում եմ, որ դա ուղիղ հակառակն է լինելու եւ դրա մասին ձեզ պարբերաբար հիշեցվելու է։